Գործարար ալիքի եթերում դուք դիտում կամ լսում եք ռադիո առողջարանը, բարև ձեզ, ես Տաթևն եմ Արաքելյան։ Այսօր տաղավարում հյուրընկալել եմ Էրեբունի բժշկական կենտրոնի ծննդատան փոխտնօրեն Նորայր Ղուկասյանին։ Բարի գալու, շնորհակալություն, որ այստեղ եք։ Ես եմ շնորհակալ հրավերի համար, ողջունում եմ ձեզ։ Վստահ եմ հետաքրքիր զրույց ենք ունենալու, քանի որ բավականին տարածված խնդրի շուրջ ենք խոսելու։ Ուզում եմ խոսել պրոլապսի մասին, յուրաքանչյուր ռադիոլսողի ավելի հասանելի լինի, այսպես ասած տարածված տերմին ասենք, հա, իջեցումների մասին եմ ուզում խոսենք։ Ինչպես են սրանք արտահայտվում եւ ինչ են առհասարակ իրենցից ներկայացնում։ Այո, իհարկե շատ տարածված կանանց մոտ երբեմն կարելի ասել լուր երևույթի մասին ենք խոսում, գենիտալ պրոլապսի, այո, գենիտալ պրոլապսի կանանց մոտ իջեցումների մասին։ Հետաքրքիր է ինչու որոշեցիք այդ մասին այսօր խոսենք։ Երբ ինչ-որ առիթի ես լինում ու փորձում են միջին տարիքից բարձր կանայք հնարավորինս նստել պետքարանին մոտիկ, արդեն պատկերացնում ես թե ինչու համար են նրանք փորձում այդքան մոտիկ լինել, հասկանում ես, որ խնդիրը բավականին օրհասական է, բավականին տարածված է եւ այս մասին խոսելը ամոթ չէ, այս մասին բարձրաձայնելը պարտավորություն է յուրաքանչյուր առողջապահություն ուսաբանող հաղորդման համար։ Ես միանշանակ դեր հետ համաձայն եմ։ Գենիտալ պրոլապսը կամ այդ իջեցումները կանանց մոտ իհարկե այն տարիք չի հարցնում, բավականին շատ տարածված են։ Վիճակագրական տվյալները ասում են, որ 35-ից մինչև 70 տարեկան կանանց մոտ մինչև 40 եւ ավել տոկոս որոշակիորեն կանայք առնչվում են այս խնդրի հետ։ Իհարկե կան դա բժշկագիտության մեկ առանձին ճյուղ է, որի անունը ուրոգինեկոլոգիա է եւ երբեմն դիսկուսը լինում է մեր եվրոգների մեջ, թե նման խնդրով ով զբաղվի, իհարկե վերջում զբաղվում ենք մենք գինեկոլոգներս եւ այդ մասնագիտական ճյուղը, ինչպես ասեցի, կոչվում է ուրոգինեկոլոգիա։ Բավականին անհրաժեշտություն կա, որ ամեն օր շատ լուսաբանվի այս խնդրի մասին, որովհետև ինչքան սրան ավելի շուտ դիմելություն ապահովի պացիենտը, այնքան բժշկի կողմից ավելի հեշտ վիրատական տեխնիկա կօգտագործվի։ Երբ որ ես ավարտեցի իմ հետդիպլոմային ուսուցումը արձինատուրան 2007 թվականին իմ թեկնածուական դիսերտացիայի թեման հենց պրոլապսն էր եւ անում էինք Հայաստանում զուգահեռաբար աշխատանքներ ենք անում նաև Լենինգրադում Օտո ինստիտուտի հետ եւ Մոնյակի հետ։ Երկու բժշկի հետ էինք աշխատում, պրոֆեսոր Վիժնարի եւ պրոֆեսոր Պապովի, եւ Հայաստանում սկսեցինք անել այդ պրոլիֆտները։ Այսինքն ցանցային իմպլանտների միջոցով կանանց լիֆտինգ ենք անում եւ բարձրացնում ենք։ Իհարկե հաջող պաշտպանություն ունեցա 2011-ին, բայց FDA-ը 2010-ից հետո այդ պրոլիֆտները վաճառքից հանեց, որովհետև ռանդոմիզացված հետազոտությունները չկային եւ այդ ցանցերը այնքան բարդություններ ունեին, որ նրանց տված օգուտները ավելի քիչ էին, քան նրանց տված վնասները ավելի շատ էին։ Իհարկե, երբ որ մենք մեր թվերն ենք համեմատում եւ տոկոսային, ես անընդհատ բարձրաձայնում եմ, որ մեր թվերը այդքան ահավոր չեն, մեր բարդությունները ընդամենը չի գերազանցում 5-ից 7%-ը, ասում են, որ դուք քանակապես քիչ եք վիրահատում, ընտրությունը շատ լավ եք արել, այսինքն դուք չեք ունեցել այն մեծ հոսքը, որ ունենաք եւ հետ վիրահատական խնամքն էլ շատ լավ եք իրականացրել եւ բացի այդ չունեք հեռահար բարդությունների մասին ինֆորմացիա։ Այնուամենայնիվ այդ ժամանակվա մեր պացիենտների 90 եւ բարձր տոկոսը դրանք 55-60 պլյուս կանայք են, այսինքն մնտրական խումբը այդ կանայք են, որոնք ունեին մեծ պրոլապս, քանի որ մեզ լսում են նաև հիվանդներ, չեմ ուզում բժշկական տերմինոլոգիա օգտագործել շատ, այսինքն բարդիցող իջեցումներ, այսինքն արգանդը, միզապարկը, աղիքը դրսում էին եւ մենք անում ենք anterior prolift, posterior prolift կամ total prolift եւ այլն։ Բայց այսօր իհարկե ոչ միայն մենք, այլև շատ բժշկական կենտրոններ այսօր այդ ուղղվածությունը վերցրել են եւ
ավելի լուսաբանում են։ Այսօր շատ են մեր մոտ նաև ծննդաբերակ կանայք, ովքեր 35-37 տարեկանում արդեն գալիս եւ նեղվում են, որ մենք ունենք հեշտոցի լայնացման զգացում։ Հարաբերության ընթացքում ես զգում եմ ազատ օդի զգացում, արդեն իմ մոտ սկսվել է անմիզապահության դրվագներ։ Իհարկե դրանք միանգամից բիրատական միջամտության չես ուղարկում, սկսում է էլեմենտար վարժություններից, խորհուրդներից եւ այլն, եւ իհարկե այնտեղ հստակ դասակարգումներ կան, որ սրա ժամանակ այս վիրահատությունը կարելի է անել, նրա ժամանակ դեռ պետք չի վիրահատելու ժամանակ ավելի շատ կվնասես պացիենտին։ Այսինքն ինքը մեր գինեկոլոգիական, օպերատիվ գինեկոլոգիական ենթաճյուղերի շատ նուրբերից մեկն է, որը որ մենք մեծ ողջավորությամբ ու շատ մեծ պատասխանությամբ իրականացնում ենք։ Իսկ որոնք են առաջացման պատճառները։ Առաջացման պատճառները դրանք յուրաքանչյուր հիվանդության մասին, երբ որ խոսում ենք, ավելի շատ բժշկական ակադեմիական գրականության մեջ ասում են, որոնք են նպաստող գործոնները։ Ինքը ճողվածքի մի տեսակ է, հա։ Գենիտալ պրոլապսը, իջեցումը դա ճողվածքի մի տեսակ է։ Նպաստող գործոններից են ամենաառաջինը խոշոր պտուղով ծննդաբերությունները, երկրորդը տրավմատիկ ծննդաբերությունները, երբ որ կնոջ փորին սեղմում են ծննդաբերության ժամանակ, ակցիոնադրում են իրականացնում, վակուում էքստրակցիա ֆրակցիաներ են անում, անիմաստ ինդուկցիաներ, ստիմուլյացիաներ, այսինքն ստանում են տրավմատիկ ծնունդներ։ Երրորդը, այլ մենք շատ փոքր աշխատանք ունենք իրականացրած, պարալելներ ենք տարել, արդյոք գենիտալ պրոլապսով կանայք ունեն այլ տեղեր ճողվածքներ։ Այո, անամնեզում ունենք աճուկային ճողվածք վիրահատված, պորտային ճողված, այսինքն ինչպես թույլ կետ, հա, այստեղ էլ կոլագենի խնդիր ունեն եւ շարակցական հյուսվածքի անբարություն են եւ բնականաբար այդ պացիենտներն են ռիսկի խումբ կազմում։ Ռիսկի խումբ են կազմում ծանր գյուղական ծանր հողի այդ աշխատանք կատարող կանայք, այո, մենք շատ պացիենտներ ունենք գյուղական վայրերից, որոնք իրենց չեն խնայել ժամանակի ընթացքում եւ այդ կանայք գալիս են արդեն սեռական օրգանների, այո, տոտալ արտանկումով եւ մեզնից պահանջում են լույս տեխնիկապես ֆիքսացիաներ։ Հիմնականում դրանք են, բայց այսօր մենք շատ ունենք պացիենտներ, որոնք կեսանհատումից հետո ունեն իջեցում։ Կանխեցիք հարցը։ Այո, կեսանհատումները այնպես չի, որ այդ հարցի լիարժեք բուժումն է, այսօր մի մաս էլ կեսանհատման է գնում լսելով, որ իր մոր իջեցում եղավ, իրեն ծննդաբերելու ժամանակ տրավմատիզացիան մեծ էր, արի գնամ կեսարյանի, ոչ, ես ես վստահ ասում եմ, որ կեսանհատումներից հետո այդ թիվը այդքան էլ փոքր չէ, գրեթե մինչև 15% կանայք կարող են կեսանհատումից հետո ունենալ գենիտալ պրոլապս։ Բայց եթե դուք այնտեղ նպաստող գործոնների մեջ նշում եք նաև ծանր աշխատանքը, այստեղ կարող եմ տրամաբանել, որ կարող է կինը ծննդաբերած չլինել, բայց ունենալ խնդիրը։ Ես կարող եմ ասել, մինչև 1 տասնյակին հասնող պացիենտներ եմ վիրահատել չծննդաբերած կանայք, որոնք գենիտալ պրոլապս են ունեցել, մի դեպք, որին կրկնակի վիրահատություն արեցի, շատ լավ հիշում եմ, 74 տարեկան կին էր, ես ինքս զարմացա, որ չծննդաբերած կանանց մոտ, կնոջ մոտ այդպիսի արտահայտված գենիտալ պրոլապս էր, բանում էր աշխատում, հացի գործարանում, ալյուրի պարկեր էր վերցնում, գիշերային աշխատանք էր տանում եւ այլն։ Ձեր վիրահատած ամենաերիտասարդ պացիենտը քանի տարեկան էր։ Գիտեք, դա չի կարելի ասել, որ այնտեղ գենիտալ պրոլապս էր այդ պացիենտին եցան, 28 տարեկան եմ վիրահատել, դա հիմնականում կարելի է անվանել շեքի հին պատրվածք, շեքի հետ ծննդաբերական տրավմատիկ պատրվածք դրան կարելի անել, որը արդեն որոշակիորեն արդեն բերել է ռեկտոցել է, այսինքն հեշտոցի հետին պատի իջեցման։ Որոնք են այն կարևոր։ Իսկ ինչի՞ չեք ասում ամենա տարիքով կինը։ Իշնորհիվ այս հրաշալի պայմանների առողջապահական, որ այսօր 65+ օգտվում է իր իրավունքներից,
83 տարեկան եմ վիրահատել անցյալ շաբաթ, 81 տարեկան եմ վիրահատել։ Իհարկե բարձիթող իջեցումներ են, հիմնականում դրան գնում են մի վիրահատություն, որը կոչվում է կոլպոկլեյզիս, այսինքն վիրահատական տեխնիկան այնպես որոշակիորեն փակվում է ամբողջ հեշտոցը, բայց մի անգամից նույնիսկ այդ տարիքում կինն իր կյանքի որակը փոփոխած երջանիկ հեռանում է կլինիկայից։ Եթե դուք տեսնում եք, որ խնդիրը կա եւ վիրահատական է, բայց կինը դեռ հաջորդիվ ունի նպատակներ ծննդաբերելու, ո՞րն է ճիշտ, ավարտել ամբողջական այս ռեպրոդուկտիվ գործընթացը, հետո գնալ վիրահատության, թե այնուամենայնիվ, եթե կյանքի որակը ընկել է, պետք է անպայման անել վիրահատությունը։ Շատ հետաքրքիր հարց եք տալ։ Ընդհանրապես գենետալ պրոլապսով պացիենտներին չի կարելի միանգամից վիրահատել։ Այսինքն սա այն գինեկոլոգիական վիրահատությունը չի, որ այս օրգանը խանգարում էր, հեռացրինք եւ այլն։ Ինքը բավականին բարդ անատոմիայով օրգան է հեշտոցը, նրա վերևի հարևանը միզապարկն է, ներքևի հարևանը ուղիղ աղիքն է, գագաթին արգանդի պարանոցն է։ Վիրահատության տեխնիկան յուրաքանչյուր պացիենտի համար պարտադիր պետք է ընտրվի ինդիվիդուալ։ Ընդհանրապես ուսուցիչները, ով մեզ նաև արտասահմանում են սովորացրել, ասում են, որ գենետալ պրոլապսով պացիենտին վիրահատությունից առաջ 3 անգամ լուրջ դիսկուսիա արեք։ 3 անգամ քննարկեք։ Ես պացիենտ եմ ունեցել, որը նույնիսկ չի նեղացել է, որ ես ասել եմ, մի հատ էլ պետք է նայենք, մի 15 օր հետո նորից կքննարկենք, արդյոք պետք է եւ այլն։ Ընդհանրապես գենետալ պրոլապսով պացիենտը պետք է գիտակցի, որ սա վիրահատություն չի ամբողջ կյանքի համար։ Այ օրինակ, եթե էսթետիկ վիրաբույժը, քթի վիրաբույժը անում է քթի ռեկոնստրուկտիվ վիրահատություն եւ արգելում է 100-ից 150 գրամանոց ակնոցը 6 ամիս կրել, այո, հա, ապա ինչի որովհետեւ ծանրություն կա, ես յուրաքանչյուր պացիենտի բացատրում եմ, որ մեր օրգանիզմը քանի կիլոգրամ է, այդ քաշի կեսը մեր վիրահատած տեղի վրա է, հա, որ պետքա հստակ հետևի կանոններին, որ այսօր դուք այս քաշն ունեիք, հա, ես ձեզ այս քաշի մակարդակի վրա եմ ձեզ վիրահատում եւ կյանքի հետ դրանք փոխվում են եւ կարա լինի 3-ից 4 տարի հետո որոշակի անկյուն մի փոքր իջնի, որովհետեւ դուք կարող եք կտրուկ քաշի անկում ունենաք, որովհետեւ մենք այդ անատոմիան վերականգնել ենք հենց այդ պահի համար։ Պացիենտների այն մասը, որոնք չեն գիտակցում, երբ վիրաբույժները պետք է հասկանան, որ շատ դժվար կլինի անց հետ աշխատել, որովհետև երբ որ մենք անում ենք այդ էսթետիկ, ռեկոնստրուկտիվ, կյանքի որակ փոխող, շատ կարևոր վիրահատությունը, մենք այդ պահին առաջի հերթին վիրահատում ենք դատարկ միզապարկի վրա, հա, միզային կաթետրը դրված է եւ այլն։ Այսինքն մենք լաթերի հեռացումը ձևավորում ենք, գտնում ենք այն փակեղները, որոնք տրավմատիզացիային ենթարկվել, չկան, փախել են, անում ենք այդ դուպլիկատուրաները եւ այլն եւ այլն։ Ընդամենը 1 օր հետո այդ միզային կաթետրը հեռացվում է եւ այդ միզապարկը սկսում է աշխատել։ Այսինքն մենք ունենք որոշակի ռիսկեր, կարերի անբավարարության եւ այլն։ Իհարկե Փառք Աստծո այդ ռիսկերը այդքան մեծ չեն, նրանք չեն գերազանցում 5%-ը, բայց յուրաքանչյուր պացիենտ պետք է գիտակցի, որ այդ վիրահատությունները կյանքի որոշակի этаպում կարան որոշակի փոքր ծավալ ուզեն, երկրորդ անգամ կարող է եւ այլն։ Ինչ մնում է այն կնոջը վիրահատել, որ դեռ չի ավարտել վերարտադրողական ֆունկցիան։ Ընդհանրապես պետք չի ուրոգինեկոլոգը շտապի։ Ես շատ երջանիկ բժիշկներից եմ, որ տիրապետելով ուրոգինեկոլոգիային, այսինքն այս վիրահատություններին նաև մանկաբարձության մեջ են։ Այսինքն ես շատ լավ գիտեմ, եթե ես այսքան լավ լիֆտինգ անեմ, ունենամ հրաշալի արդյոք նա կկրի այդ հղիությունը, կամ նույնիսկ այդքան իմ հեռացումից հետո կստացվի նրա մոտ հղիություն։ Շատ դեպքերում ես ասում եմ, որ եկեք ձեր վիրահատությունը անենք այս этаպի վրա, որից հետո
իհարկե դուք կգնաք կեսանհատման, բայց վստահ եղեք, որ 3-ից 4 տարի հետո դուք գալու եք նորից ռեկոնստրուկցիայի։ 1. Երկրորդը, եթե պրոլապսը շատ արտահայտված չի, ընդամենը նոր ասկսում եւ այլն, ապա վարժություններով, խորհուրդներով, որոշակի ֆիզիոթերապիաներով եւ այլն, ասեմ ձեզ, որ բավականին լուրջ արդյունք է տալի կոնքի հատակի սպորտը։ Ճիշտ վարժությունները բերում են կատարյալ արդյունքի, երբեմն մենք զարմանում ենք։ Ապա կնոջը խորհուրդ է տալի, որ երկրորդը ունենալուց կամ երրորդը պլանավորից հետո, ապա եկեք դրանից հետո այս վիրահատության գնանք, որպեսզի մեր արած վիրահատությունից հետո ուղիղ ցուցում է դառնում կեսարյան հատումը։ Դեպքեր ենք ունեցել, որ գոլեգաները նույնիսկ արտասահմանում չեն վստահել, որ այսինչ պլաստիկա է արած, որ տենց հստակ գրվել է, որ պետք է ավարտեք կեսանատմամբ, ապա ունեցել են աղիքի լուրջ պատրվածք, այսինքն հաշմանդամության են հասցրել կնոջը։ Այսինքն խոսում ենք մի գեղեցիկ երևույթի մասին, որը մինչև սկսելը եւ ավարտելը բավականին շատ խոսել, քննարկել է ուզում։ Քանի որ նշեցիք, որ որքան շուտ ենք դիմում, այնքան արդյունքն ավելի լավ է լինում, հետեւաբար ուզում եմ այդ ախտանիշների մասին խոսել, որոնք պետք է անհապաղ բերեն դեպի բժիշկը։ Ընդհանրապես կնոջ մոտ լինում է այն, ինչ չկար 3։ Հիմնականում ունենում են դիսկոմֆորտ շեքի շրջանում։ Կանայք կան, որոնք կարող են իրենք չզգալ, այլ բժիշկը արդեն տեսնի այդ նոր սկսվող իջեցումները, որոնք ուղղակի իրենք քրոնիկ անընդհատ բորբոքում են բուժում, որովհետև այդ հեշտոցի դարպասները բացվում են եւ աղիքային ցուպիկը եւ այլ սապրոֆիտ բակտերիաներ մտնում են հեշտոց եւ անընդհատ բորբոքում են։ Լինում են դեպքեր, երբ ծննդաբերությունից հետո կարերի խնամքը լավ չի լինում կամ երկրորդային ինֆեկցիա է գումարվում, այդ դեպքերում են հիմնականում գանգատներով գալիս, որ դեֆորմացված է հեշտոցը, արտաքինից ինձ նեղացնում է, սեռական ակտը շատ ցավոտ է, որտեղ ծանր պատրվաստների դեպքում նույնիսկ այնտեղ նյարդային վերջույթներ կարող են վնասվել։ Հիմնականում դրանք են։ Երկրորդ կարևոր խնդիրը, որ քրոնիկ ցիստիտներ են սկսում ունենալ եւ ուղղակի բուժում են սկզբից ընտանեկան բժիշկների, թերապևտների, հետո ուրոլոգների, այսօր շատ ցավում եմ, բայց շատ ուրոլոգների համար ցիստիտ բուժելը դա էլեմենտար բան է, բայց դա այդպես չի։ Ցիստիտ այդ մեզապարկի բորբոքումը բավականին նուրբ ախտորոշում է եւ նրան իհարկե պետք է նաեւ շատ լուրջ վերաբերվել եւ շատ պացիենտներ ստանում ենք մենք ուրոլոգներից, մեզ հետ աշխատող ուրոլոգները շատ են մեզ հարց դնում, հատ կնայեք տեսնենք միզապարկի վիճակը, ինչքանով է այն անատոմիան խախտված եւ այլն։ Մյուսը սեռական կյանքի արդեն դիսպարենոնիա է կոչվում, այսինքն ցավ հարաբերության ժամանակ կամ տհաճություն եւ այլն։ Այդ դրանով արդեն սկսվում է։ Իհարկե շատ հայուհիներ, շատ կանայք մտածում են, որ դրա մասին չբարձրաձայնեն եւ այլն, եւ ժամանակի ընթացքում արդեն երբ որ արդեն իսկ սեռական ճեղքից ամբողջ օրգանները սկսում են դուրս գալ, երբ արդեն անհնարին է դառնում էլեմենտար միզելը կամ կղազատում, այդ ժամանակ արդեն մենոպաուզալ տարիքում եւ ինչքան գնում է կնոջ տարիքում էստրոգենների քանակը իջնում է, իսկ հորմոնալ մարման ժամանակ գենիտալ պրոլապսի արտահայտությունը ուղիղ համեմատական է։ Ինչքան բարձրանում է կնոջ տարիքը, այնքան այդ իջեցումների կլինիկական սիմպտոմատիկան ավելի ու ավելի է մեծանում։ Նաև ուզում եմ ժամանակակից մեթոդները քննարկենք, շատ հաճախ կանայք չեն դիմում վիրահատության, մտածելով, որ լազերային շտկումները կամ այլ շտկումները կարող են բերել արդյունքի, բայց նաև մասնագետների մի մասն էլ ասում են, որ սրանք ժամանակավոր են եւ միևնույն է վերջնական հարցի պատասխանը տալիս է վիրաբուժական միջամտությունը։ Ձեր դիտարկումները։ Էլի կրկին հրաշալի դիսկուսիոն հարց։ Լազերային միջամտությունները միանշանակ օգտակար են։ Այստեղ իհարկե նաև կա բժշկի բարոյականություն երևի ասեմ, որ ճիշտ ընտրի իր պացիենտին։ Ընդհանրապես յուրաքանչյուր բժիշկ պետք է շատ ճիշտ ներկայացնի պացիենտին։ Դեպքերը ինքս էլ եմ առնչվում դրա հետ, երբ որ
ծանր պրոլապսով դիմել լազերային թերապիային արել եւ արդյունք չունեն։ Այդ սխալ են արել։ Բայց այդ սկսվող պարագաների դեպքում միանշանակ պետք է հենց սկսել այդ լազերային, չնայած ես վիրատող բժիշկ եմ եւ ես ընդհանրապես չեմ անում այդ լազերային թերապիան, բայց միանշանակ պետք է սկսել այնտեղից հեշտոցի լորձաթաղանթի վրա աշխատեն, այդ երիտասարդացում ագնում, կոլագենի սինթեզի վրա եւ այլն։ Լինում են դեպքեր, երբ որ մենք մեր վիրահատություններից հետո, ասենք, ունենում ենք որոշակիորեն 5, 6, 7 տարի առաջ որոշակի աստիճան պրոլապսի ռեցիդիվ, հա։ Այդ պարագայում մենք չունենք շատ ավել հյուսված, որ մենք կրկնակի վիրահատություն անենք, բայց պացիենտը որոշակիորեն փոքրինչ գանգատներ ունի, նույնիսկ մենք վիրահատություններից հետո ենք օգտվում այդ լազերային միջոցներից, այսինքն այստեղ ճիշտ աշխատանքի պարագայում նույնիսկ վիրահատող բժիշկ եւ ոչ վիրահատող բժիշկ եթե ճիշտ աշխատեն հրաշալի արդյունք կունենան։ Կա մի շատ կարևոր նաև բան, որ չկա մեկ վիրահատություն գենիտալ պրոլապսի համար։ Կան բազմաթիվ վիրահատություններ գենիտալ պրոլապսի համար։ Դեռևս անցյալ դարից, այսինքն 100 տարի առաջ արդեն սկսել են վիրահատել գենիտալ պրոլապսը։ Յուրաքանչյուր երևի 1/4 դար մեկ նոր վիրահատություն է դուրս եկել, մեծ տարածում գտել եւ բարդություններից հետո իջել, հա։ Այսօրվա օրով խոսենք, որ աշխարհը մաքսիմալ ասում է, որ զերծ մնացեք ցանցերով վիրահատություններից։ Մաքսիմալ մի օգտագործեք ցանցը, չէ՞ որ ես ասեցի, սա ճողվածքի մի ձև է, ցանցը գենիտալ պրոլապսի վիրահատության ժամանակ։ Եթե օգտագործում եք ցանց, ապա այն արեք հետ որովայնամզային տարածությունում, այսինքն այնպես, որ որովայնի հետ չաշխատի։ Երկրորդը կատեգորիկ մի օգտագործեք վերարտադրողական տարիքի կանանց մոտ, որովհետև վերարտադրողական կնոջ մոտ այդ բացատրեցի, չէ՞ որ այդ ցանցը միզապարկի տակը, երբ որ մենք դնում էինք պրոլիֆտների ժամանակ, մենք ֆիքսել ենք այդ ժամանակ ստատիկ, եւ այդ միզապարկը լցվել է, դատարկվել է եւ այդ աշխատելու ժամանակ ինքներս ենք ունեցել, որ ցանցը ծակել է առաջի պատը հեշտոցի, խոցոտվել է, դուրս է եկել եւ մարդն եկել էր քեզ մոտ էսթետիկայի կյանքի որակի փոփոխման եւ մենք նրան ավելի տրավմատիկ վիրահատություն ենք արել։ Այսինքն տվյալ պարագայում այսօր աշխարհի շատ ուրոգինեկոլոգներ, վիրահատող գինեկոլոգներ խուսափում են հեշտոցում ցանց դնելուց։ Յուրաքանչյուր տարի աշխարհում պարտադիր կա մեծ ուրոգինեկոլոգիական կոնգրես, բայց այնուամենայնիվ ի հակասումն այս ցանցերի աշխարհում դեռ ոսկե ստանդարտ է համարվում ստրեսային անմիզապահության ժամանակ փոքր սլինգի տեղադրումը, իհարկե դա անխուսափելի է, սա չես կարող համեմատել այն ցանցերի հետ, որ տեղադրում էինք եւ կարծում եմ այն երկար կմնա դեռ կարծում եմ մերնից եկող սերունդներն էլ կասեն, որ TVT-ն անմիզապահության ոսկե ստանդարտն է բուժման։ Եզրափակելով խոսք, ուզում եմ մի փոքր ավելի այսպես դրական, հա, նոտաներով ավարտենք։ Այն, որ կինը ծննդաբերել է, դա դեռ չի նշանակում, որ դատավճիռ ունի իջեցման համար։ Կինը միանշանակ պետք է ծննդաբերի եւ այն ինչ որ այսօր խոսացի, սա ընդհանրապես շատ հեշտ լուծելի հարց է, դա էսթետիկ մի վիրահատություն է, որը մենք կատարում ենք, բավականին հեշտ վիրահատություններ են, վիրաբուժի համար է տեխնիկապես բարդ, պացիենտի համար այն հեշտ են, այսօր վիրահատվող կանանց հիմնական մի մասը հաջորդ օրը տուն է գնում եւ եթե համեմատենք կեսարյանների բարդությունների հետ նորմալ ծննդաբերության բարդությունները մեր հայկական լեզվով ասած սարեր ձորեր կան միանշանակ պետք չի կինը վախենալ ուղղակի կինը նաեւ պետք է ղեկավարի իր հղիությունը եւ ծննդաբերությունը կինը պետք է պատրաստ մտնի ծննդաբերություն ճիշտ մասնակցի ծննդաբերությանը
փորձի ինչքանով հնարավոր է զերծ մնալ տրավմատիզացիայից, ավել կտրվածքներից, լսի ծնունդը վարող մանկաբարձ գինեկոլոգին, մանկաբարձուհուն, որովհետև այդ մի վայրկյանի սխալը, ես ինքս էլ շատ ունեցել եմ, որ երեխայի հետ դուրս գալու արտամղման ժամանակ այնպիսի շարժում են արել, որ այն պատրվածք են արել, որ երբեմն մտքիդ մի անկյունում ասել ես Երանի կեսարյան լիներ ավելի հեշտ կանեի, քան թե այդ հեշտոցի այդ պատրվածքի վերականգնումը։ Այնուամենայնիվ ճիշտը ծննդաբերելն է, իսկ հարցերը լուծելի են 95 եւ բարձր տոկոսով։ Իսկ սա բժշկության մեջ ահռելի թիվ է։ Իհարկե, այդպիսի թիվ կարծում եմ այլ մասնագիտություններում այդքան չեն ասում։ Շատ լավ, շնորհակալ եմ շատ։ Սիրելի ռադիոլսողներ ու ռադիոդիտողներ, ուզում եմ եւս մեկ անգամ հիշեցնել, որ զրուցակիցս Էրեբունի բժշկական կենտրոնի ծննդատան փոխտնօրեն Նորայր Ղուկասյանն էր։ Շնորհակալ եմ, որ մեծ հետ էիք։ Ցտեսություն։